Հալելույա, ինչ մեծ է Հիսուսի սերը, ամեն, ինչ մեծ է Հիսուսի սերը, իրապես երևակայեցեք իր պատկերը, իր նմանությունը ունեցող ժողովուրդը զինք ցկեց, որովհետև նախընտրեց մեղքը, նախընտրեց Աստծո անհնազանդ լալը, բայց ինք այդ կան գսիրը մեզ, որ մարդ եղավ, մեզի համար աստվածային պարկը ցկեց, որբեսի անմեղը, որ մահ չի գրնար ճաշակել մեզի համար մեռնի, որբեսի մենք բարձրանանք եւ իր զավակները լանք ամեն։ Այսօր միասին պիտի խոսենք Հովաննու ավետարան 21-րդ գլուխեն, նյութին խորակիրն է սիրել հանգիստեն անտին։ Հիսուսը սիրել մեր հանգիստեն անտին։ Գյանքի մեջ գան բահեր, երբ Աստուծո հնազանդիլը գեղեցիկ, ողջշնչող եւ ուրախ բան մը գտվի, բայց գան նաեւ ուրիշ բահեր, երբ հնազանդությունը գտարնա ցավցնող, անհանգիստ եւ նաեւ քին բանջող, մեզ մեկին կբանջե։ Շատ դյուրին գլա, որ մենք Աստուծո հնազանդինք, Աստուծո հետևինք, երբ ամեն ինչ հստակ է, երբ մեր աղոթներուն պատասխանը շուտով գուկա, բան մը կխնդրենք իր մե եւ ամիջապես կպատասխանե։ Երբ մեր հավատքի ջամփան դյուրին է, բայց ճշմարիտ հնազանդությունը կհայտնվի այնադեն, երբ Հիսուսի հետևիլը մեզ մե քին կվճարե, բամը որ մենք փոխարենը պիտի վճարենք իրեն։ Պատկերացուցեք զինվորը, որ կանգնած է իր հրամանատարին առջև, զինվորը, որ մարզված է, զինվորը, որ իր զինվորական առաքելությունը գիտե, իր զինվորական հանձնարարությունը հասկացած է, բայց երբ հրամանը գուկա, բادرազմի հրամանը գուկա, իր սրտի մեջ վախը գդիրե եւ ոչ թե ինքը հրամանը չլսեց կամ չուզեր հրամանին չհնազանդիլ, բայց այդ վարյանին գհասկնա, որ երբ ինքը պիտի հնազանդի այդ հրամանին, այդ հնազանդիլը իր մե քին պիտի բանջե։ Եվ մենք կրնանք նույն վիճակի մեջ գտնվել հոգևորապես։ Բոլորս գիտենք, որ Աստված խոսած է, ամեն, մեզ մե յուրաքանչյուրս գանչած է, մեզ մե յուրաքանչյուրիս գոչում տված է, եւ իրականության մեջ մեր իսկական բայկարը մեր իր ցայնը լսել են անտին է։ Մենք դժվարություն չենք ունենալ Աստծո ցայնը լսելու։ Գաղութենք ինք խոսողը, ինք մեր սրտի մոդիկ է, ինքը խոսի, բայց հնազանդիլը եւ դժվարությունը հոնգուկա, երբ հնազանդությունը մեզ մեր հանգիստի կոդիեն դուրս կանե։ Գհնազանդինք այն ադեմ, որ մեր հանգիստին համար օքեյ է, բայց եւ որ այդ հնազանդությունը մեզի մեր հանգիստի կոդիեն, մեր comfort zone-են դուրս պիտի անե, այն ադեն հարց կունենանք։ Եվ հոս է, որ Պետրոս կգտնվի Հովաննու ավետարան 21-րդ գլուխին մեջը։ Հիսուս մերելներեն հարություն արածեր, աշակերտները հարության հրաշքը տեսած էին, սակայն Պետրոսի սրդի մեջ ծանր բերմը կար։ Անգիշեր այն գիշերը, ուր 3 անգամ ուրացած էր Հիսուսը։ Գիշեր ամոթը, վախը եւ ցախողությունը։ Հիսուս իրեն գնայի եւ գարցնե Սիմոն Հովնանի որդի գսիրը զիս։ Հիսուս ծառայությամբ չսկսիր, բարգևներով չսկսիր, որ Պետրոս ինչ պիտի կարոզե, չսկսիր, որ Պետրոս ինչ ծառայություն պիտի ունե, չսկսիր, որ Պետրոս ինքը առաջնորդն է, իրեն խոստումներ տված էր։ Հիսուս մեկ բանով կսկսի ինչով, սիրով, որովհետև միայն սիրո մեջ արմատ ունեցող հնազանդությունը գրնա թիմանալ ջնշումներուն։ Մեկադալ պիտի ասեմ ասիգա միայն սիրո մեջ արմատ ունեցող հնազանդությունը գրնա թիմանալ ջնշումներուն։ Հիսուս գիտեր, որ Պետրոս չեր գրնար ճշմարտապես հովվել հոդը, զորացնել եկեղեցին կամ գադարել իր գոչումը, եթե իր սիրտը ամբողջությամբ վերականգնած չլար անոր հանդեպ, որ զինք բրգեց, որ զինք կանչեց։ Հիսուս Պետրոսի գոչումին կամ առաքելության մասին խոսել է առաջ այս բաժարով սիրո մասին խոսի։ Եթե սիրո գրագը դգարացած լա, հնազանդությունը անհաստատ կդառնա։ Եվ մենք ունենանք բահեր մեր կյանքի մեջ։ Հնազանդ գգարձենք որ ենք կամ գսկանք որ չենք, բայց իրականության մեջ բաժարը այդ սիրո գրագը դգարացած գլա։ Ասոր հետևանք գրնաբադահիլ, որ մենք Աստուծո ծառայենք, բայց սովորության բերումով, գրոնական բարդավորության բերումով, գրնանք հավաքական պաշտամունքներու ներգալ, լալկալ, աղոթել, երգել, արչև կալ աղոթքի, ամեն ինչ անել, նույնիսկ լեզուներ խոսիլ, աստվածաշունչ կարդալ, բայց Հիսուսի հետ մեր հարաբերությունը մեքանայական դարձած գլա։ Հովաննու 14-15-ի մեջ Հիսուս կսե, եթե գսիրեք զիս, պիտի կործատրեք իմ պատվիրաններս, որովհետև սերը գանկուն կբահե մեր հնազանդությունը, այնտեղ ուր գարկաբահությունը մինագը չի գրնար։ Շատ աղվոր է գարկաբահ հավատացյալը լար, գարկաբահ հավատացյալին բամը գսես, գիտես որ ինչ որ ասես, այդ ծառայությունը պիտի գադարե,
Բայց գարկաբահությունը մինագը չի գրնար ծառայությունը, արակելությունը գոչումը արչև Դանիել, միան սերը, արմադացած սերը, ադիգայ որ գրնա արչև Դանիել մեր ծառայությունը, մեր արակելությունը։ Սուրբ Գիրքը նաև մեզի զորավոր ասանք բախտaduչումը, հագատրուչումը գուտա Հովնանի բատմուչամբ։ Գիտեք չէ Հովնանը, ցուգը Հովնանը, Աստված Հովնանը գանչեց Նինվեի մեջ աբաշխարություն կարոզելու, բայց սկիզբը Հովնան ինչ երավ ոչ ասավ Աստուծո, դիմադրեց։ Իր սիրտը Աստուծո կտարած սրդին հետ համացայն չէր, ներտաշնակ չէր։ Ան Նինվեի համար ողորմություն չէր ուզեր, ինչ կպապակեր, ուզեր որ անոնք դատվին, որովհետև Աստուծո ջամփաներեն դուրս են։ Շատ հանգրվաններ կանցնի, փոթորիկ, ցուգին փորի մեջ մտնել, Աստված իրեն գխրադե եւ ի վերջո Հովնան ինչ կնե, գհնազանտի Աստուծո։ Գերտանին վե գկարոզե ճիշտ այնպես ինչպես Աստված հրամայած էր իրեն, բայց եթե ասանք խորը նայինք, ես կոնե անցնաբես կգարձեմ, որ արդակնաբես Հովնան հնազանդեցավ, բայց ներքնաբես իր սիրտը դագավին հերու էր Աստուծո սիրտեն։ Ըրավ Աստուծո ըսածը, բայց սիրտին գեցվածքը ես ասանք կավադամ, որ իր սիրտին գեցվածքը դագավին հերու էր Աստուծո սիրտեն։ Ինչու? Որովհետև երբ Նինվեն աբաշխարեց, Հովնան չտեսավ, որ Նինվեի ժողովրդին այդ աբաշխարության ուրախությունը ռավ ինչ երավ, լեր ելավ եւ գեցավ, դիդեց, սպասեց եւ դագավին թերևս ալ գուսարգոր, որ Աստված դագավին ինչ պիտի ինե, պիտի տադե այդ ժողովուրդը, Աստված դագավին պիտի գործանե քաղաքը։ Ճիշտ է, որ Հովնան Աստուծո հրամանին հնազանդեցավ, բայց դագավին իր սիրտը չեր սիրեր այն, ինչ որ Աստուծո սիրտը գսիրեր։ Իր սիրտը չեր սիրեր այնպես ինչպես Աստուծո սիրտը գսիրեր։ Իր հնազանդությունը գարձես մեկ բանեմը մղված էր բադիժեն վախնալե մեկ հատ բադիժներու հանդիպեցավ պոտորիգը ցուգը եւ այլն մեկ հատ ալաս բադիժին չիկամսելով դերևս օքեյ այդ բանեմ մղված էր եւ ասիգա մեզի շատ կարեւոր բան մը գահիտնե որ Աստուծո նպատակը մեր արդակին հնազանդությունը չէ կովինի դարձիրս է Աստված ճուզեր որ տուն արդակնաբես իրեն հնազանդիս Աստված գուզե, որ մեր սիրտը գերբարանափոխված լա, մեր սիրտերը փոխված մենք իրեն հնազանդինք։ Պետրոս 3 անգամ ուրացավ Հիսուսը եւ 3 անգամ Հիսուս իրեն հարցուց գսիրեց զիս։ Հիսուս բարձաբես Պետրոսի ծառայությունը չեր նորոգեր, անզինք ներսեն դուրս գվերաշիներ, որովհետեւ առանց սիրո արակելությունը, ծառայությունը բեր ջնշում գտարնա։ Բայց երբ ճշմարտաբես Հիսուսը գսիրենք, մեր հնազանդությունը գրոնական բարդականություն չլար, մեր հնազանդությունը գլա սրդանց հնազանդություն։ Բայց Պետրոս իրապես գսիրեր Հիսուսը, դա համաձայն եք, որ Պետրոս գսիրեր Հիսուսը, բայց Պետրոս նաև ցախողած էր Հիսուսի հանդեպ։ Շատերս անգեղձորեն զասված գսիրենք, բայց ցանկի ընթացքին գհուսահատինք, գվախնանք, գշեղինք, կամ հոգևորապես գդգարանանք, թեև գսիրենք։ Նայեցեք Պետրոս ինչպիսի մարդ մներ, Պետրոս համարցակ էր, Պետրոս քաչեր, Պետրոս առաջնորդի նկարակիր ուներ, Պետրոս կորզնական մարդ էր, կորզի մարդ էր, այսին իր հավատքը կորզի տնող մարդ էր։ Պետրոս մյուս աշակերտներեն շատ ավելի հրաշքներ վայելած էր իր կյանքի մեջ Հիսուսին հետ։ Մատթեոս 14:28-ին եթե գարտանք, երբ փոթորիկը գլար, Պետրոս միակ աշակերտն էր, որ ոտքի ելավ, Հիսուսին ասավ դեր, եթե դու ես հրամայե, որ ես ճուրերուն վրայեն քալելով հետդ կամ, կովդ կամ, ասիգա հավատքի արդայդություն մներ, համարցակության, քաչության բան մներ, երբ Հիսուս հոներ ինք այս հանդգնությունը ունեցավ եւ հաջողեցավ, դեև հետո ընկղմեցավ, բայց առաջին մի քանի քայլերում մեջ Հիսուսի գողքին միակ անձը եղած է, որ ճուրերուն վրա կալած է։ Նայեցեք ինչ գեղեցիկ բան վայելած է։ Մատթեոս 16:15-ին եթե գարտանք, երբ Հիսուս գհարցնե, որ ով գսեմ մարդիկ իմ մասիս եւ աշակերտները գսկսին ասել, որ աս գսե որ տուն ասես տունա դես եւ այլն, Հիսուս գհարցնե դուք ով եք, դուք ով գսեք իմ մասիս, հոն ճիշտ պատասխանը դվող ինքը գլա, ինքն է որ գսե տուն ես Քրիստոսը, Գենտանի Աստուծո որդին եւ այս վկայությունը, որ Պետրոս կուտա, Հիսուս գկաչալերез ինք եւ իրեն գսե Աստված քեզի հայտնեց ասիգա եւ այս հայտնության վրա ինչը սա Հիսուս տուն ժայրես ասավ եւ այս ժայրին վրա իմ եկեղեցիս պիտի շինեմ եւ մահը իր ամբողջ զորությամբ պիտի չգրնա դեմ տնել, այսինքն Պետրոսի շատ զորավոր
Բամը ասավ Հիսուս, որ լման իր երկինք ամպարնալեն հետո շարունակվելի կորզը լման Պետրոսի դված վգայության եւ այդ ընթացքին մեջը պիտի լար։ Պետրոս նաև համարձակորեն հայտարարություններ արածեր Հիսուսին հետևելու մասին, Հիսուսը ճուրանալու մասին Մատթեոս 26-րդ գլուխի մեջ, երբ կգարտանք վերջին ընթրիկը եւ այդ ժամանակները, Պետրոս համարձակորեն հայտարարած էր, որ եթե բոլոր աշակերտները Հիսուսը լքեն, ես քեզ չեմ լքեր։ Ինչը ասած էր նաև, եթե նույնիսկ մեռնիլ պետք է լքեզի համար, ես քեզի չեմ ուրանար։ Քաչ մարդ էր, հավատքի մարդ էր, Հիսուսին հավատացող մարդ էր։ Այն աստիճան հանձնված էր իր սիրտը, որ երբ եկան ցերպակալելու Հիսուսը, ինքն էր, որ իր սուրը կաշեց եւ քահանայապետին Զարային ագանչը գդրեց։ Այսինքն Հիսուսը պաշտպանելու համար նույնիսկ մարմինով, սուրով մղված էր պաշտպանելու Հովանու 18-ի մեջ կգարտանք։ Բայց երբ ցաներ ջնշումը եկավ, փուն բահը եկավ, որ ամենեն շատ կբահանջեր, վախը դիրեց իր վրան։ Վախը դիրեց եւ հաղթեց իրեն։ 3 անգամ ուրացավ այն դերը, որուն համար ինք պատրաստ էր մեռնելու եւ այդպես խոսած էր։ Հիսուսի մեռնելեն յետ Հիսուսի հարուտենեն յետ Հիսուս 2 անգամ աշակերտներուն հայտնվել են յետ անգամ Պետրոս ցգնորսության վերադարձավ։ Հովանու ավետարան 21-րդ գլխում մեջ կգարտանք։ Գարձես Պետրոս յետ դարձած էր իր առաջվա կյանքին, իր առաջվա կորձին, իր հետը իր ցախողության ցաներ Պերը գրելով յետ դարձած էր։ Երևակայեցեք Պետրոսը, Ժայրը, որուն վրա Հիսուս իր եկեղեցին պիտի շիներ, ցկած էր, կացած էր։ Հիմա Պետրոսի մասին չի խոսենք, մենք մեր մասին խոսենք։ Երևակայեցեք, որ Աստված մեզ մեր յուրաքանչյուրիս ինչ գոչում տված է, ինչ մեծ արակելություն տված է, ինչ կորձեր ունենք մենք անելիք եւ երևակայեցեք, որ մենք մեր դժվարության, դգարության ադեն, եթե իրապես մենք Քրիստոսի սիրո մեջ հաստատված չլանք, ինչպես գծկենք, գրնա բադահիլ եւ դառնանք մեր սովորության, մեր հին կյանքին, մեր սովորություններուն ասեմ։ Թեև սովորություններ կան, որ սխալ չեն, մեղք չեն, բայց մենք գոչումի դեր մարդիկ ենք, Աստված մեզի մեր սովորություններն անտին կարևոր բաներու գանչած է։ Վերադարձավ իր կորձին, եթե գարտանք Հովանու 21-րդ, երկրորդ համարեն, Սիմոն Պետրոս, Թովմաս, գուզեմ միասին հաշվենք նախ, քանի հոգիներու անուն պիտի տանք։ Հաշվել գիտենք։ Okay. Սիմոն Պետրոս, Թովմաս երկվորյակ գոչվածը, Նատանայել, Զեպետիոսի որդիները երկու հոգի են, եւ Հիսուսի աշակերտներն ուրիշ երկու միասին են 7, այսինքն Պետրոսին հետ քանի հոգի գային 6 հոգի գար Պետրոսին հետ։ Սիմոն Պետրոսը սավանոնց ցուկ վարսալու գերտամ։ Մենք ալ քեզի հետ կուկանք, ասին մյուսները։ Ախ Պետրոս ինչ էր։ Ոչ թե միայն տուն գերտասկոր Հիսուսի աշակերտներն 6-ը, որ գանչված էին արակելության, արիր քու հետդ ծեր ցանկին, ծեր սովորություններուն, ծեր գանչվել են առաջ ունեցած ցանկի աշխատանքին կորձին գարձես քաչալերեցիր, որ բոլորը միասին դանին երտան։ Մենք ալ քեզի հետ կուկանք ասի մյուսները, ուստիկացին եւ նամակ մտան, բայց այդ գիշեր բամ մնալ չբռնեցին, Փառք Աստուծո։ Բայց այս պատմության գեղեցկությունը այն էր, որ Հիսուս գուկա Պետրոսը փնտրելու։ Երբ Հիսուս գուկա Պետրոսը փնտրելու, դագավին Պետրոս թաղված կմնա իր աշխարհի մեջ։ 4-րդ համարեն պիտի գարտամ, Հարավոտ գանուխ Հիսուս գանկնած էր ճուրին եզերքը, սակայն աշակերտները չգիտցան թե Հիսուսն է։ Հիսուս ըսավ անոնց. «Դղակ ուդելիք բամ ունիք», ոչ պատասխանեցին անոնք։ Հիսուս ըսավ. «Ուրգանը նավագին աջ կողմը ցկեցեք եւ պիտի գտնեք»։ Ես խենտացա աս համարին մեջը եւ որ դեսա որ աս Հիսուսի խոսքեն հետո դագավին Պետրոս չանդրադարձավ, որ աստիմացի գեցողը Հիսուսն է։ Հիսուս ճիշտ նույն ծևով Պետրոսը գանչած էր առաջին անգամ։ Պետրոսի արակելությունը դված էր, երբ ցգնորսություն գնային եւ ամբողջ գիշերը որսացած էին եւ բամը չէին որ գրծած անել եւ ասավ մյուս կողմն է տեսեք եւ շատ սուգեր հանեցին եւ այդ ադեն իրեն ինչ ասավ քեզ այլևս ինչ պիտենեմ մարդու որսորդ պիտինեմ լման իրեն նոր ինքնություն նոր գոչում նոր արակելություն դված էր ոսեղ Հիսուս իդ գհանտիվի իրենց գսե մյուս կողմն է տեսեք աջ կողմն է տեսեք եւ բամը չանդրադառնար Պետրոս այդ վարգանի մեջ
գրաված էր իր սիրտը դակավին վախեն ջնշումեն դեև երկու անգամ Հիսուսը դեսած էր հարուսյալ մարմինով ուրգանը նավագին աչքոմը ցկեցեք եւ պիտի գտնեք անոնք ուրգանը ցկեցին եւ երբ ուզեցին իդ քաշել ցուգերու շադուտենեն չէին գրնար այն աշակերտը զոր Հիսուս կսիրեր ըսավ Պետրոսի դերն է մյուս աշակերտը նույնիսկ Պետրոսեն ավելի առաջ գիծավ որ դերն է բայց ով էր այդ աշակերտը որ գիծավ այն աշակերտը որ Հիսուսը կսիրեր ուր է բանալին սիրող աշակերտն է Ad քաչը չէ, ad հանդուկնը չէ, ad կորձող մարդը չէ, adոնք լավ են, բայց ով էր գիծողը Հիսուսը սիրող աշակերտն էր։ Անդրադարձավ Սիմոն Պետրոս երբ լսեց թե դերն է հակուստը վրան արավ քանի մերգեր եւ ճուրը նետվեցավ։ Երբ ցամաք ելան, վարած գրակ դեսան եւ վրան տրված ցուկ եւ հաց։ Այս մարդիկը իրենց յանքին վերադարձած էին, իրենց սովորության, իրենց անցյալին Հիսուս օրտնեց իրենց գործը ունեցան շատ ցուկ, բայց Հիսուս ատկե ավելի անտինալ գնաց։ Երբ դուրս ելան, տեսան, որ Հիսուս սեղան պատրաստած է իրենց համար։ Սեղան պատրաստած է իրենց հետ հարաբերություն գուզե Հիսուս, իրենց հետ նստիլ գուզե, իրենց հետ ընտրել գուզե։ Հիսուս երբ մենք իրեն գերտանք, այո, գործնե մեր կյանքերը, գործնե մեր գործերը, գործնե մեր սովորությունները, իրապես փայլուն անձեր գլանք մեր կյանքի մեջ, բայց Հիսուս ասոնք գնե ոչ թե որ մենք հոմ մնանք։ Հիսուս ասոնք գնե, բայց մեզի համար սեղան պատրաստած է այդ սիրո սեղանը, որովհետև այդ սիրո սեղանեն մեզի դալիք ունի, որ մենք պիտի այդ առնելիքը առնենք եւ բամ անենք իրեն համար։ Ուրեմն Հիսուս Պետրոսը չլքեց իր ցախողության մեջ, չփոխարինեց Պետրոսը, չսավ մյուս սիրող աշակերտը ավելի արագ գիծավ, խալաս հանենք Պետրոսը ժայռը լալե մյուս աշակերտին դանք ոչ չփոխարինեց, իր գոչումը չեղյալ չերավ Հիսուս, փոխարենը վերագանքնեց զինք։ Եվ ասիգա Աստուծո սրդին մասին ճշմարտությունը գայտնե մեզի, թեև մեր կյանքի մեջ ունեցած ցախողությունները, մեր արակելության, մեր զարայության մեջ ունեցած ցախողությունները իրական են, բայց ճշմարտությունը այն է, որ մեր զարայության մեջ ունեցած ցախողությունները մեր զարայություններուն վերջը չեն։ Աստված եկած է եւ Աստված միշտ կուկա իր սիրով մեզ վերագանքնելու մեր ցախողություններն հետո Տշնամին գուզե եւ ասիգա իր կորզն է որ մենք հավատանք թե ցախողութենեն յետք այլևս մենք անարժան ենք մենք ամբիդան ենք մենք Աստուծո կողմէ լքված ենք մորցված ենք բայց այն Հիսուսը որ վերագանքնեց Պետրոսը այսօր հոսը մեզ մեյուրականչուրից կյանքի մեջ բզդիկ ցախողություններ յետեգան ինչ կանալ լաչապը ինչ կան բզդիկ ինչ կան մեծ եթե մենք իր արչեվը գենանք իր ուզած ցևով անոնք վերագանքնելու Միքիա 7:8-ի մեջ կգարտանք որ գսե դեբետ ինամ բիդի ելլեմ Պետրոս ինգավ բայց Հիսուս զինք դարձյալ բարձացուց Ընդհանրապես մենք երբ ցախողություն ունենանք ասանք հոգեբանական բաներեն սորված ենք որ գուզենք երտալ մեր ցախողության դեղը դեսնել ուր ինգանք ինչպես ինգանք ինչ սխալրինք որբեսի մտածենք այդ սխալը մեկադալ չնենք եւ այլն Հիսուս ասպաներու մասին ոչ մեկու մասին չխոսեցավ Հիսուս բնավ չստիպեց Պետրոսին որ երտա նայ ուր ինգավ ուր դգարացավ մեկ բանի վրա գետրոնացած էր եւ երեք անգամ նույն բանը հարցուց գսիրես զիս Սիմոն Հովնանի որդի Գանչած ադենը իրեն յետ իր գարձես իր աշխարհի անունով գանչեց Սիմոն Հովնանի որդի չգանչեց որպես Պետրոս բայց նաև գանչեց այդ կարևոր հարցումին գսիրես զիս եւ առաջին անգամ եւ որ գարցնե գսիրես զիս ասոնցմե ավելի ասոնցմեն շատ հստակ չէ ինչի մասին է գրնա ըլլալ աշակերտներեն ավելի եւ նաեւ գրնա ըլլալ ասոնցմե ավելի աս ձովը ցուգը նավագը ցգնորսությունը կու անցյալը կու սովորությունները ինչ որալ ըլլա ինչ որալ գար հոնդեղ որու մասին որ գուզեր գորսել Հիսուս կարևոր չէ հարցում ադե որ հոն ինչ որ գար բոլորեն ավելի զիսկսիրես այլ խոսքով եւ յուրաքանչյուր բադասխանե յետք Հիսուս նույն բանը գսեր, երբ Պետրոս այո գպատասխաներ Հիսուս գսեր արածեին ոչխարներս, արածեին կառնուկներս։ Վերագանքնված սերը գվերակտնե մեր հնազանդությունը։ Պետրոս Հիսուս գիտեր, որ Պետրոս որբեսի գարենար յետ հնազանդություն ունենալ իր ծառայության, իր առաքելության մեջ, պետք է իր սերը վերագտներ Հիսուսին հանդեպ։ Հիսուս Պետրոսը չեր վերագանքներ, որ Պետրոս լավս կա։ Գիտեք, մենք երբեմն երբ սախողություն ունենանք, գուկանք Հիսուսին առջև
լավ գսկանք եւ գվերջանա։ Okay, ով ունեցած է ասանք, լավ գսկանք եւ ետ գվերատարնանք, ուր որ էինք։ Բերը գանցի մեր վրային եւ ետ գվերատարնանք, ուր որ էինք։ Հիսուս հոն չէ, բայց Հիսուս չվերագանքնեց Պետրոսը, որբեսի իր մեղքը, չասեմ, ու իր բանը, ասանք, ձանր վիշտը, ցախողության ըսկացումը իր մեջ են երտա։ Նո, Հիսուս վերագանքնեց Պետրոսը, որբեսի վերագանքնել է ետ կդառնա իր գոչումին։ Եթե ունիս ըսկացումներ, որ տուն Աստուծո դված գոչումին մեջ պետք եղած ծևով չես կալած, մեջդ ադոր ցավը գսկաս, զղջումը գսկաս, գիծիր որ Աստված լման ժամանակը քեզ բահբանած է, քեզ զորացուցած է եւ մինչեւ հիմա այս վարգյան հասցուցած է, որովհետեւ որբեսի տուն ոչ թե միայն դգարության մեջ չմնաս եւ ոչ թե միայն այդ դգարության ըսկացումն ելես, այլ նաեւ որբեսի քեզի վերագանքնե, քեզ ետ գանչե, ճիշտ այն գոչումին, որ առաջին օր երթուն հանդիպեցար եւ իր ցայնը լսեցիր, քեզի գանչեց անոր։ Գավադակ չէ, որ ցեզմե յուրաքանչյուրը մեծ կորձեր ունի Աստուծո համար, գավադակ որ ծեր շրտներուն վրա զորություն կա, իշխանություն կա, շատ մարդոց խոսելու եւ մարդիկը բրգուչան կանչելու, գավադակ որ ծեր ցերկերը օրտնված են, այնպես որ երբ հիվանդներու վրա ծեր ցերկերը գտնեք զանոք կրնակ բժշկել, գավադակ չէ, որ թակավորությունը կա, որուն տեսփանները մենք ենք եւ այդ թակավորության բարի լուրը աշխարհի վրա դարածելը մեզ մեր յուրաքանչյուրիս բարդականությունն է եւ գոչումն է, ասիգա է գոչումը, որ այսօր Հիսուս կուզե մեզ մեր յուրաքանչյուրս ետ գանչել եւ ետ հաստատել անոր մեջ։ Հոս կարևոր բան մգա նաեւ, երբ սերը գվերագանքնի եւ գոչումը կհաստատվի, ինչպես Պետրոսի բարական եղավ, ուրիշ մարդահրավեր մը կհայտնվի եւ այս մարդահրավերը հնազանդության քինն է։ Ճիշտ է Պետրոս վերագանքնվեցավ, բայց քին մգա, որու մասին Հիսուս Պետրոսին գխոսի Հովաննու 21:18-ի մեջ կսե, երբ ձերանաս ցերկդ վեր պիտի բարձրացնես եւ ուրիշներ պիտի գաբեն կոդիդ եւ դանին հոն ուր տուն չես ուզեր երտալ։ Հիսուս գայտներ, որ Պետրոսի հնազանդությունը վերջապես զինք պիտի դաներ, պիտի առաջնորդեր դեպի դարաբանք, դեպի չարչարանք, դեպի Հիսուսին համար նահատակվիլ։ Հոս է որ շատերս կդադամսինք։ Գսիրենք գոչում, ամեն, հիմա բոլորս ասինք գոչում, արակելություն, բոլորս օքեյ ենք։ Գսիրենք օրտնությունները, գսիրենք աղոթել մարդիկ բժշկվին, գսիրենք կարոզել մարդիկ դարձիկան, գսիրենք հրաշքներ, ամենքս գսիրենք, չէ, ասոնք լավ բաժիններն են, բայց գտժվարանանք, երբ զողողությունը մեզ մե քին բահանջ է, երբ զողողությունը մեզ մե մեր թիմած հալածանքներու թրներ բանա, երբ զողողությունը մեզի դանի չարչարանքներու, այսինքն գարձես մեր կյանքի մեջ ասան կլա, նա ես Աստուծո նվիրված եմ, այնքան ադեմ, որ իմ հանգիստի այս բաժինս մինչև հոս, օքեյ է, ասկի անտին, եթե իմ հանգիստս կխանկարես, ատկան չէինք համացայնած, գարձես, քիչ մը ձանր է ասիգավ, գարձես Հիսուսի փրկությունը քինը ունի, որ մե վեր եթե ըլլա մենք այդ քինը պատրաստ չենք տալու։ Բայց ադոր համար Պետրոսի Հիսուս կսե, որ տուն պիտի բարձրացնես ցերկերդ, քեզի պիտի գաբեն եւ դանին հոն ուր որ չես ուզերնել։ Ամբողջ Սուրբ Գիրքի մեջ ասված երբ մարդիկ գանչեց, իրենց հանգիստեն անտին գանչեց։ Երևակայեցեք Աբրահամ, պիտի ցկես հորը դունը եւ այլն, պիտի երտաս այդտեղը որ քեզի ցույց կտամ։ Երևակայ որ այսօր ասված ինձի ասե, Ռաֆիել դունետ քնա այդտեղը որ քեզի ցույց պիտի տամ։ Քիչ մը իրար գանցնիմ այսինքն, բայց Աբրահամ երավ Մովսես երևակայեցեք որ պիտի թիմակրավեր աշխարհի ամենեն զորավոր փարավոնը այդ օրերուն։ Եստերը իր կյանքը պիտի վտանգեր թագավորին արչև ելնելու համար, իր ժողովրդին համար։ Երեմիան պիտի խոսեր ժողովրդիմը, որ խստաբարանոց ժողովուրդ էր, այդքան չարչարվեցավ, որ ողբ Երեմիա անունով գիրք մը գրեց, որում մեջ ողբեր խոսեցավ, Բողոս բանտ գրեց, չարչարանք գրեց, հալածանք գրեց, որբեսի իր առաքելությունը գադարե։ Օրինակը շատ հստակ է։ Աստված երբեք չխոստացավ, որ մեր գոչումը թյուրում պիտի լա։ Խոստացավ անանք բամը, երբեք չխոստացավ, բայց Աստված խոստացավ, որ մեր գոչումի ադեն, մեր դժվարության ադեն ինք մեզի հետ ներգա պիտի լա։ Եսայի 43:1-3 գսե մի վախնար, որովհետև ես քեզ բրգեցի, քեզ քու անունովդ գանչեցի, տուն իմս ես, երբ ճուրերեն անցնիս, ոչ թե եթե, երբ, այսինքն պիտի անցնիս, երբ ճուրերեն անցնիս, ես քեզի հետ պիտի լամ, երբ կեդերեն անցնիս, պիտի չընկղմիս, երբ գրագի մեջ են քալես, պիտի չայրիս։
փոցը քեզ պիտի չպրնգեցնե, քանի որ ես քու դերասվածդ Իսրայելի Սուրբը քու բրգիչը դեմ։ Բայց կարևոր հարցում ոստեղ, ինչպես Պետրոս պիտի գարենար այսքան տանգարժեք գոչումը գադարել։ Ցախողեր էր ասմարտը, քիչ արած ցախոյեցավ։ Ինչպես պիտի գարենար գադարել։ Հիսուս եթե մի քանի անգամ իրեն հարցուց որ գսիրես, մահիտնի էր որ գսիրեր, բայց սիրելով հանդերձ ցախողեցավ։ Ինչպես այն մարդը որ Հիսուսը ուրացավ 3 անգամ աղախինի մարջև պիտի գարենար Հիսուսի համար դարաբիլ եւ մեռնիլ։ Դե որպես մարդ, ինչպես ասենք Պետրոս շատ լավ հատկություններ ուներ, համարցակ էր, քաչ էր, առաջնորդ էր, գործող էր եւ այլն, բայց իր մարդկային հատկությունները բնավ չէին գրծած օգնել, որ ինք ցաներ դժվարության բահուն գարենար հաջողիլ։ Վախը իր վրան դիրած էր եւ ինք այդ վախին դագկացած էր։ Բայց Հիսուս երբեք չէր ուզեր, որ Պետրոս կամ մյուս աշակերտները իրենց գոչումը գադարեն մարդկային ուժով։ Ասոր համար Հիսուս աշակերտներուն ինչ ասավ Գործարակելոց 1:8-ին մեջը, որը սпасեն, որ Սուրբ Հոգին երբ իջնեց էր վրան զորությամբ պիտի լեցվիկ եւ այն ադեն իմ վգաներս պիտի լակ։ Հոգեկալուստեն առաջ Պետրոս աղախինի արչև թողած հոգեկալուստեն իդ նույն Պետրոսը հազարավորներու արչև անվախ երբով Քրիստոսը հրճագեց եւ առաջին քարոզին 3000 հոգի դարձի եկավ։ Սուրբ Հոգին մեզի միան աս Բենդեգոստի 10 օրերուն ադեն միան մեզի ըսկացական բաներ պիտի չդա ժողովուրդ։ Սուրբ Հոգին չի եկած մեր ըսկացումները մեզի լավ ըսկացնելու համար։ Սուրբ Հոգին եկած է որբեսի մեզ զորացնե հավատարիմ հնազանդության մեջ, մեզ զորացնե որբեսի քաչապար մենք դոգանք դժվարություններու ադեն մեր հավատքը բարձր բահելու մեջ։ Սուրբ Հոգին հավատացյալները պիտի դանի եւ գդանի այն դեղերը, ուր մարմինը բնականաբար մինագը չի գրնար երտալ, զորությունը չունի երտալու համար։ Երբ հնազանդությունը դժվար գլա Սուրբ Հոգին մեզ ներսեն գզորացնե Պենդիմոթեոս 1:7-ն գսե Աստված իր հոգին մեզի դվավ որբեսի մեր վախկոդությունը ինչ ունենք հաղթահարենք եւ զորանանք սիրով լեցվինք եւ ըսկաստ կյանք ունենանք իսկ այ Հովաննու 4:18-ն ինչ գսե սեր ունեցողը վախ չունի Սուրբ Հոգին ինչ պիտի ինե մեր վախկոդությունը հաղթահարելու ուժ պիտի դա եւ պիտի առաջնորդե որ մենք սիրով լեցվինք եւ Սուրբ Հոգին բաժարով երբ մենք սիրով գլեցվինք ինչ կսե սեր ունեցողը վախ չունի որովհետեւ գադարյալ սերը որ միայն գադարյալ գլա երբ Հիսուսն է որ գսիրենք ամեն վախ գպարադե այնինչ որ Պետրոս միայն գամքի զորությամբ չեր գրնար գադարել Սուրբ Հոգին իր մեջ կործեց ներքին գերբարանապողություն անելով առանց Սուրբ Հոգին վախը հաղթեց համոզումին, հանգիստի կոդին հաղթեց կոչումին, ջնշումը հաղթեց նվիրումին, բայց Սուրբ Հոգիով միշտ դգարությունը զորություն կդառնա, վախը համարձակություն կդառնա, հնազանդությունը հաստատություն կլա, նույնիսկ եթե ջնշումներու դա գլանք։ Պիտի գարտամ մի քանի համարներ, բանդը գրնա պատրաստվել, Հռոմայացիս 8-րդ գլուխ 15-17-ը Բողոս Արաքյալ գսե դուք հոգին ստացաք ոչ թե ծառատառնալու եւ դարձյալ վախով ապրելու համար, այլ հոգին ստացաք Աստուծո որդիները լալու համար։ Այդ հոգիով է որ զասված ապա, այսինքն հայր կգոչեք եւ նույն հոգին ինք վկայություն կուտա մեր հոգին թե որդիներ ենք։ Իսկ եթե որդի ենք, կնշանակե նաեւ ժառանգորդներ ենք, այո ժառանգորդներ Աստուծո եւ ժառանգագից Քրիստոսի, օսլավ մտի գրեք եւ իր չարչարանքներում մասնագից կլանք, որբեսի իր парքին եւս մասնագիցը լանք։ Ասի ով մեր մեջը գայտնե Սուրբ Հոգին։ Ոչ թե որդի ենք, բաբա, վեվեք, ուրախելանք եւ այլն, ոչ, ժառանգորդ ենք, ժառանգագից ենք, որբեսի մեր ծառայության առաքելության ընթացքին իր չարչարանքներում մասնագիցը լանք, որ բաժար պիտի լա, որ իր парքին եւս մասնագիցը լանք։ Իսկ նույն գլուխը 26-28-ը գսե Սուրբ Հոգին օգնության կհասնի մեր ծառայության առաքելության մեջ դգարություն ունենք Սուրբ Հոգին օգնության կհասնի մեր դգարության մեջ որովհետև մենք որ գաղութենք չենք գիտեր թե ինչպես պետք է աղոթել բայց Հոգին ինք մեզի համար կբարեխոսե անմռունչ հառանչանքներով գիտենք եւ Աստված որ սիրտերը կքննե գիտե թե ինչ կխորի Սուրբ Հոգին որովհետև Աստուծո գամքին համաձայն անիգա կբարեխոսե հավատացյալներուն համար երբ Սուրբ Հոգին մեր մեջը պիտի բարեխոսե մեր փապակներուն, մեր սիրածներուն, մեր ուզածներուն համար չէ որ պիտի բարեխոսե Աստուծո գամքին համաձայն եւ գիտենք թե Աստված բարին համար գործագից կլա
Անոնց, որոնք գսիրեն զինք։ Գտեսնեք գաբը սիրո եւ Սուրբ Օքին աշխատանքին մեջ։ Աստված կորզագից կլա անոնց, որոնք գսիրեն զինք եւ իր ծրագիրին համար իրեն կանչված են։ Պետրոսի պատմությունը միայն ցախողության եւ վերագանքնումի պատմություն չէ։ Պատմություն մնե, թե ինչպես վերագանքնվել է յետք յանքը Սուրբ Օքին հանձնված յետ արակելության կգանչվի, երբ կոչումին կգանչվի, յետ կզորանա։ Եվ Հիսուս այս բաժինը գեղեցիկ երկու բարերով կպագե։ Երբ ամեն մեկ անգամ հարցնել են յետք Պետրոս իրեն կպատասխանե այո եւ իրեն գսե արածե ոչխարներս, արածե կառնուկներս, վերջավորության Հիսուս մեկ բան գսե իրեն հետևե ինձի։ Առաջին օրը ինչպես ասավ հետևե ինձի, յետ նույն բանը ասավ հետևե ինձի։ Յետ վերագանքնեց այդ գոչումին, յետ վերագանքնեց այն արակելության, իշխանության։ Այսօր նույն հարցումը քեզի կհարցնեմ։ Գսիրես Հիսուսը։ Գսիրես Հիսուսը այս բոլորեն ավելի։ Երբ գսեմ այս բոլորեն ավելի, իրապես նայ ամեն ինչի որ կյանքիդ մեջ կան։ Ամեն բան որ կյանքիդ մեջ կա։ Գսիրես Հիսուսը։ Ես իրականության մեջ այս հարցումին պատասխանելու կվախնամ։ Իրական կվախնամ։ Եթե պիտի պատասխանեմ գսիրեմ Հիսուսը, շատ թյուրին այո գսեմ։ Լուրջ գսեմ։ Բայց եթե պիտի պատասխանեմ, որ գսիրեմ Հիսուսը ամեն ինչի ավելի, գիտեմ այո է պատասխանը։ Բայց գիտեմ, որ միայն Սուրբ Օքին կրնա այդ այոն իրական այոյի վերադարձնել, որովհետև ես կդգարանամ, բայց եթե իրեն այդ հարաբերության մեջ եմ, իրեն այդ գաբի մեջ եմ, իրեն այդ սիրո գաբի մեջ եմ, իրեն այդ իմ արջևս տրված ընտրիկի սեղանին մեջ եմ, միայն այդ ադեն կրնամ դիմանալ, այլապես որպես մարդ, ինչքան հավատարիմ եմ, ինչքան organized եմ, ինչքան իմ միտքս տրած անող եմ, ես իմ մասիս կխոսիմ, գիտեմ, որ կծախողիմ, միայն Սուրբ Օքին կրնամ ես զորացնել, միայն իրեն հանձնված սիրտերը, իրեն այդ սիրով մշակված սիրտերը կրնան անել։ Քեզ վերագանքնեց Հիսուսը։ Հետևե իրեն։ Ծառայությանդ ադեն քեզ մեկին կբահանջվի, հետևե իրեն։ Զոհողություն կբահանջվի, հետևե իրեն։ Գիտիր, որ Հիսուս երբ եկավ մեզ բրգելու համար, մինչև իր մահը գնաց, ետ չդարձավ։